Սիրելի բարեկամներ, ես ցանկանում եմ ձեզ նաև այսօր հատկապես ընդգծել, որ մեղադրյալների հարցաքննության ավարտից հետո մենք որպես տուժող կողմ համապատասխան փուլում ապացույցների ծավալը լրացնելու համապատասխան փուլում մենք միշտորություն ենք ներկայացնելու դատարանին իրականացնելու կրկնակի քննչական փորձարարություն։ Դուք գիտեք, որ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումները դա հնարավորություն է տալիս, իսկ դա նշանակում է քննչական փորձարարության իրականացումը հնարավորինս վերականգնել ապացուցման ենթակա իրողությունները, դեպքը, հանգամանքները։ Ես ինչու եմ դրա վրա ձեր ուշադրությունը սևեռում, որովհետև դատական նիստերի ընթացքում մասնագետների իմ կողմից տրված հարցերին ի պատասխան եւ փորձագիտական խմբի ղեկավարը եւ հրշեջները եւ համապատասխան այլ անձինք որոշակիորեն ովքեր մասնագիտացված են այդ ուղղությամբ ոչ միայն չեն բացառել, այլ գործնականում եւ տեսականորեն հնարավոր են համարել քննչական փորձարարության իրականացումը հնարավորինս դեպքի վերականգնումը կտեսնենք, մենք համենայն դեպս այդ միշտորությունը կներկայացնենք եւ կտեսնենք, թե ինչպեսի որոշում կկայացնի դատարանը։ Այդ միշտորությունը բավարարելու դեպքում ես կարծում եմ դա բավականին կարող է հետագայում էական նշանակություն ունենալ սույն գործի իրական պատկերը համենայն դեպս ծնողների համար, հանրության համար պարզ դարձնելու համար։ Դուք գիտեք, ես անցած տարի մի քանի անգամ ընդգծել եմ, որ համապատասխան փուլում մենք միշտորություն ենք ներկայացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին նույնպես դատակոչելու եւ հարցաքննելու համար ես պատական չեմ ասում այս հանգամանքը, որովհետեւ տարածությունն 2 օր առաջ ես գիտակցաբար նորից ուսումնասիրել եմ եւ նայել եմ 2023 թվականի հունվարի 19-ին կառավարության նիստի ամբողջ ընթացքը եւ վարչապետ Փաշինյանի դիտարկումները եւ պաշտպանության նախարարի եւ նրանց զեկույցները եւ այդ կառավարության նիստում այլ անձանց կողմից տրված տեղեկությունները եւ կարծում եմ կառավարության նիստի ընթացքում այդ հայտարարությունները, նրանց զեկույցները, նրանց ստացած զեկույցները, նրանց կողմից տրված հրահանգներն ու հանձնարարականները կարող են որոշակի եւ էական նշանակություն ունենալ այս գործի վերջնական հանրության կողմից դիրքորոշման եւ ճշմարտության բացահայտման տեսանկյունից ձևավորման համար։ Սիրելի բարեկամներ, եւ երկու ուշագրավ հանգամանք